Միշտ պացիենտին ընդունելուց պետք է հաշվի առնել, որ նա բժշկագիտությունից հեռու է, նա չունի բժշկական կրթություն, կամ նույնիսկ եթե ունի բժշկական կրթություն, ասենք օրինակի համար թոքաբան է ինքը կամ ատամնաբույժ է, այլ սեքսոլոգ չի, ուրոլոգ չի, այլ բնույթի մասնագետ է, ապա պետք է հաշվի առնել, որ նա գաղափար շատ քիչ ինֆորմացիա ունի, օրինակ ենթադրենք սեքսոլոգիայից։ Ուրոլոգիա մի քիչ այլ մասնագիտություն է։ Սեքսոլոգիան գիտություն է սեքսի մասին, սեռական կյանքի մասին, անկողնային փոխհարաբերությունների մասին, զույգային աններդաշնակության մասին, այն ամենի մասին, ինչ կա մարդու մեջ, ներքին հոգեվիճակի մասին, էմոցիաների մասին, հույզերի մասին, բայց հույզեր եւ էմոցիաներ, որոնք կապված են սեքսի հետ, որտեղ մարդը հարաբերություն ունենալուց նաեւ ապրում է հույզեր եւ զգացմունքներ, որոնք փոփոխում են իր ներաշխարհը եւ այդ փոփոխությունները կարող են դրդել մարդուն, որ ինքը էլի ունենա հարաբերություն եւ հակառակ կարող են խոչընդոտներ ստեղծել եւ ներքին տագնապ եւ անհանգստություն, որ էլ չունենա հարաբերություններ։ Դրա համար յուրաքանչյուր մարդ, ով ունի սեքսոլոգիայի հետ կապված խնդիր, սեքսի հետ կապված խնդիր, մեր մասնագետին, որ դիմում են, մասնագետը պետք է հասկանա, որ տվյալ մարդը չի կարող, պացիենտը չի կարող անկախ իր մասնագիտությունից տալ իր սեքսոլոգիական խնդրին օբյեկտիվ գնահատական։ Այսինքն անկախ կարծիք չի կարող կազմել իր խնդրի մասին, ինչի համար, որտեղ դա իր խնդիրն է, դա իր հույզերն են, դա իր զգացմունքներն են, դա նաև միայն իրանը չի, դա նաև իր կնոջ կամ կողակցի կամ ընկերուհու կամ ընկերոջ կամ այսինքն այստեղ զույգային փոխհարաբերությունների խնդիր է, որն ավելի է խորացնում էմոցիոնալ դաշտի տագնապային անհանգիստ վիճակը։ Ապա այս պարագայում շատ դեպքերում ցավոք սրտի սեքսի խնդիրներով զբաղվող մասնագետները շատ ցավոք սրտի եմ դա ասում եւ ամաչելով նաեւ օգտվում են առիթից, որ ով ունի սեքսի խնդիր ինքը ընկճված է եւ իր գլխին ինչ ասես կարելի անել, հնչում է շատ ահավոր կոպիտ եւ տգեղ սա, բայց դա այդպես է։ Բարեխղճությունը, ազնվությունը եւ արդարությունը միշտ գնահատվում է։ Պարտադիր չի, որ դա առաջի կամ երկրորդ կոնսուլտացիայի ժամանակ կամ բուժման ընթացքում, դա հետո է գնահատվում։ Հետո, երբ պացիենտի խնդիրը լուծվում է եւ ինքը հետ է նայում եւ հասկանում է ինչ ճանապարհի միջով է ինքը անցել, ինչ են արել իրեն, ինչ են բուժել, ինչի համար են բուժել, այդ ժամանակ ինքը հասկանում է բարեխղճության չափն ու սահմանը։